բառեր եւ արտահայտություններ, որոնք չպետք է ասել ուրախություն, հպարտություն, բավարարվածության զգացում ունեցող երեխային։ Ինչ չասել եւ ինչու։ Ցավոք սրտի մեզ մոտ մի փոքր կա ծնողների մոտ այդ խուսափումը դրական հույզը շատ խրախուսելուց, կարծես ինչ որ վախեր այդտեղ նաև կան, որ երեխան շատ գոռոզ կդառնա, շատ ինքնահավան կլինի, չափազանց շատ կկենտրոնանա միայն հաջողությունների վրա ու կձախողի։ Դրա համար երևի թե պիտի նայենք այս վախերի աչքերին, հասկանանք, որ դրանք այդքան էլ հիմնավոր չեն, որովհետև ինչպես տարբեր գույներ կան գունապնակում, վառ գույներ, բաց գույներ, մուգ գույներ, հա, այնպես էլ տարբեր հույզեր կան, այս բոլոր արտահայտությունների մեջ կա գնահատական, որ դու ճիշտ ես զգում կամ սխալ ես զգում։ Երևի թե այստեղ գլխավոր սկզբունքը նա է, որ մենք հիշենք, որ ճիշտ ու սխալ հույզեր չեն լինում, երբեք չեն կարող ասել, այ հիմա ճիշտ է զգալ ուրախություն, իսկ հիմա ճիշտ է զգալ բարկություն։ Կա ուղղակի այն, ինչ զգում է երեխան, եւ ծնողի դերն է դա նկատել, բարձրաձայնել, ընդունել ու իր հետ կիսել, որովհետեւ երբ մենք այսպես ասած բացասական հույզն ենք կիսում, այն պակասում է, ինչը լավ է, երբ դրական հույզն ենք կիսում, այն ավելանում է, ինչը էլ ավելի լավ է, որովհետև մենք արդեն ընտանիքով ենք դա տոնում։